Ես որքան հասկանում եմ, դուք ձեր թիմով արդեն շփումների մեջ եք։ Չասենք քարոզարշավ, որ ինքը թույլ չի տալիս, բայց պարտադրված շփումների հանրության հետ։ Այո, հա, այդտեղ տեսանք, որ առանց ժամապատարակ երբ ասես սկսվեց, դեմը սկսվեց խաղի կանոնը։ Ընտրազանգվածները ըստ ձեզ արդեն հստակ են, հա, իմաստ ունի անել քարոզարշավ այս մարդուն, որ կողմնորոշված այս ուժի կողմը փորձել հետախոսել, մտնել երկխոսության մեջ ցույց տալ, որ չէ, գուցե սա արդեն կարողացած են քիչ, որտեղ մենք խոսեցինք ապացիկ ընտրազանգվածի մասին, հա, կա չկողմնորոշվածների մեծ թիվ կա, պետք է աշխատել։ Մյուս հարցս հետևյալն է, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ անվտանգային թեմաները առաջնային են օրակարգում, շատ մեծ դա անվտանգությունն է մեծ առումով, թե պատերազմից վախը, հա, որտեղ սոցիոլոգիայի 4 ձևակերպումները չի բացում թեման։ Դուք շփվում եք մարդկանց, մարդիկ ուղղակի ուզում են երաշխիք, որ չի լինելու պատերազմ, թե անվտանգությունը ավելի լայն ընկալում է։ Ինձ այդ հետաքրքիր է թվում։ Շատ շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն գործընկերներին շատ հետաքրքիր արժեքավոր դիտարկումների համար։ Երկրորդ հարցը փորձեմ այսպես շատ կարճ ձևակերպել։ Պատասխանը մոտավորապես հետևյալն է, որ բոլորն ուզում են այդ երաշխավորված խաղաղությունը, շատերը հասկանում են, որ այդ խաղաղությունը իհարկե մուրալով չի լինելու եւ հասկանում են, որ դրա համար ջանք եւ զոհողություն է պետք, բայց նաեւ մի վերապահումով, որ իրենցից որևիցե մեկը դրա մեջ պետք է չլինի։ Այսինքն քչերն են պատրաստ այդ հարցում, այն ինչ որ իրենք ուզում են, ունենալ սեփական ներդրումը, իրենց ենթարկել ռիսկերի, վտանգների, դուրս գալ կոմֆորտ վիճակից, կոմֆորտ միջավայրից։ Ինչ վերաբերում է ընտրազանգվածներին, հստակությանը, այստեղ մենք միշտ առաջնորդվում ենք գծային կանոններով, սոցիոլոգիական հարցումներով փորձում ենք հնարավորինս չափել, որովհետև այլ բան անել դժվար է։ Մյուս մեթոդը ֆոկուս խմբային հետազոտություններն են, որոնք որ բխում են հենց սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, դրանք տևական ժամանակով եւ ինտենսիվ անելը շատ դժվար է քաղաքական նոր ձևավորվող ուժերի համար, որոնք բացի հանրային տրամադրությունները շոշափելուց, նաեւ շատ այլ կարևոր խնդիրներ ունեն լուծելու առաջ գնալու համար։ Սոցիոլոգիական հարցումներն իհարկե որոշ օբյեկտիվություն բացում են, բայց օրինակ այն հանգամանքը, որ քանի որ հարցումները հիմնականում լինում են հեռախոսի միջոցով ու հեռախոսազանգերին չպատասխանող կամ պատասխանող, բայց հարցմանը մասնակցել հրաժարվողների մեջ մենք դժվարությամբ կարող ենք վերհանել ապատիկ ընտրազանգվածը մոտիվացված ընտրազանգվածից։ Ամեն դեպքում ես ընդհանուր այն մտքի հետ իսկապես համաձայն եմ, որքան էլ որ դա ցավալի միտք է, որ իշխանությունները գործում են ոչ ավանդական, ոչ գծային կանոններով, ի տարբերություն ընդդիմության կամ շատ ընդդիմադիրների, այդ թվում նաև փորձեմ ես ինքս էլ ինքնախոստովանությամբ հանդես գալ, որ այո, մենք փորձում ենք հնարավորինս ստանդարտ ձևերով մտածել, ստանդարտ վերաբերվել իրավիճակներին եւ այդ պարագայում, քանի որ հարցը այն էր, որ ինչ երկիր ենք ունենալու հունիսի 8-ին, կանխատեսում անելը բարդ է այն առումով, որ ընտրությունների պարագայում, թեև մեզ ավելի շատ ասում էին, որ ռացիոնալ ընտրություններ են լինելու եւ պետք է օրինակ ասենք աշխատել առանձին սեգմենտների, տրամադրությունների, նրանց ցանկությունների հետ կապված, ինչքան էլ որ կարողանում ես աշխատել, նույնիսկ երբեմն հաջողվում է օրակարգ այդ առումով գեներացնել, բայց քանի որ իշխանության ձեռքին շատ լծակներ կան, իրենք կարողանում են ջրել այդ ամեն ինչը կամ ինչ-որ մի մասով ջրել։ Հենց թեկուզ Տիկին Վարդանյանը, երբ որ խոսում է փոսերի մասին, եւ քեզ իսկապես թվում է, որ բոլորը պետք է որ հայհոյեն իշխանություններին, որովհետեւ իրենց մեքենաները ջարդվում են։ Երբ որ սա դառնում է խոսույթի թեմա,
բորբոքվում է եւ կարող են այդպես ասֆալտ անել, պարզապես ասել են, տեսակ ձեր հարցը լուծեցինք։ Բայց կարևորագույն հարցը այո կապված է խաղաղության հետ։ Այդ հարցը իրենք չեն կարող լուծել, որովհետեւ դա ասֆալտ անելով այդ հարցը չես կարող լուծել։ Մյուս հանգամանքը, որ բարդացնում է կանխատեսումը, թե ինչպիսին կլինի կյանքը հունիսի 8-ին, մեր մտածողությունն է ցանկալին հաճախ իրականության տեղ ընդունելու, որովհետև ոչ միայն քաղաքական գործիչները, այլև անգամ մասնագետ քաղաքագետները չեն կարող անտարբեր չասեմ, բայց շատ զուտ մասնագիտորեն վերաբերվել այս իրավիճակին, որպես մասնագիտական հետաքրքրության հանգամանք դիտարկել այս իրավիճակը։ Եվ սա իսկապես ընդհանուր առմամբ խանգարում է, բայց ընդհանուր ուրվագծվում է երկու տիպի սցենար, որի մասին նաև պարոն Սուրենյանցն էլ խոսեց, ես էլ փորձեմ մի փոքր հավելումներ անել դրա հետ կապված։ Առաջի սցենարը, եթե այս իշխանությունն է հաղթանակում, գործող իշխանությունը, գործող վարչախումբը հաղթանակ է տանում, եւ այո համաձայն եմ, որ դրանից հետո պետք է տուրբուլենտ շրջան լինի, ի պատասխան այդ տուրբուլենտության նրանք էլ պետք է ձգտեն ցեմենտել իրենց դիկտատուրան, ավարտին հասցնել իրենց դիկտատուրան։ Դա նշանակում է, որ ամեն գնով ազգային ժողովում ունենալ որակական մեծամասնություն։ Դա նշանակում է, որ պետք է սկսեն շատ մեծ ու աննախադեպ մարդավորս ընդդիմության ներկայացուցիչներից։ Սա կարևոր հանգամանք է հենց հիմա հաշվի առնելու բոլոր ուժերի համար, ովքեր որ ցուցակներ են կազմում, որովհետև այո կարևոր է ցուցակներում հայտնված մարդկանց կողմից հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ բերելու հանգամանքը, բայց նաև պետք է հաշվի առնել մարդկանց ձգությունը, որքանով պետք է այդ մարդիկ ձիգ լինեն, որովհետև նախորդ գումարման ազգային, այսինքն գործող գումարման ազգային ժողովի պարագայում ցավոք մենք նաև այդպիսի երևույթների ականատեսը եղանք, որ այդ մարդավորսությունը հաջողվեց։ Իսկ ինչու է սա իրենց համար շատ կարևոր եւ այս մասին բաց էլ հայտարարում են, շատ ուղիղ տեքստով, չէ՞, եթե ասում են, եթե 2/3-ը չունենանք, կլինի պատերազմ։ Ինչու՞, որովհետեւ շատ պարզ է, իրենց առաջ խնդիր կա դրված, որ եթե հիմա մենք չենք կրակում, հիմա մենք քեզ թույլ ենք տալիս, որ դու քո ժողովրդին ասես, որ հիմա խաղաղություն է, ապա դու պետք է դրա համար վճարես։ Եվ ինչով պետք է վճարվի։ Ամենահավանական հանգամանքը, ամենահավանական պահանջը, որ ես տեսնում եմ, Աստված մի արասցե այս առաջին սցենարի դեպքում։ Տիգրանաշեն, վերին ոսկեպար, ազատամուտ, այսպես կոչված Սոֆուլու Բարխուդարլու հատվածները, այսպես կոչված անկլավների հետ կապված։ Որովհետև հուլիս-օգոստոս շրջանը զիջումների տեսանկյունից չակերտյալ ամենահարմար ժամանակաշրջանն է։ Նախ, որովհետև եթե այս առաջին սցենարը հաջողվում է, հիասթափությունն է մեծ լինում եւ քաղաքական մասնակցության անկում, եւ երկրորդ, որ բնականորեն կլիմայական պայմաններով պայմանավորված շոկ է լինում եւ մարդիկ իրենց տալիս են հանգստի։ Եվ սա շատ հարմար ժամանակաշրջան է լինում, հետեւաբար այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել։ Երկրորդ սցենարը, երբ որ ընդդիմությունը ավելի շատ ձայներ է հավաքում, քան իշխանությունը, գործող իշխանությունն ու նրա արբանյակը, ներկայիս մեր անելիքներից մեկը կարծում եմ պայմանավորվածություն ձեռք բերելն է հետևյալ բանաձևի շուրջ բոլորի կողմից։ Անկախ նրանից ով ում ինչքան է հայհոյում, ով ում ինչքան չի սիրում։ Բանաձևը հետևյալն է. եթե իմ ձայնը կունենա վճռական նշանակություն իշխանության փոփոխություն անելու հարցում, ես պետք է օգտագործեմ իմ ձայնը։ Ես չպետք է լինի մի իրավիճակ, որ իմ ձայնը չօգտագործվի եւ տեղի չունենա իշխանափոխություն։ Առաջին կարևոր պայմանավորվածությունը սա է։ Որքան այս ընտրություններն են ոչ սովորական, էքստրաորդինար, այնպես էլ լինելու են զարգացումները անգամ ընդդիմության հաղթանակից հետո լինելու են էքստրաորդինար, ոչ սովորական եւ շատ մեծ ջանքեր պահանջող։ Ինչու, որովհետեւ
այսօրվա Հայաստանը, գործող իշխանություններով Հայաստանը մեր տարածաշրջանում ներկայացված ուժային կենտրոնների մեծ մասին ձեռնտու Հայաստան է, այդ թվում Մոսկվային ձեռնտու Հայաստան է, ինչու, որովհետև այսպիսի իշխանություններով նա հնարավորություն է ունենում չկատարել իր պայմանագրային պարտավորությունները, այն իշխանությունը, որ այսօրվա անդիմության շարքերից պետք է կազմվի, այդ ոչ օրդինար, ոչ սովորական երկու մեծ բան պետք է անի, առաջինը մեծ հաշտեցումն է, մեծ հաշտեցումը պետք է տեղի ունենա հասարակության հնարավորինս լայն շրջանակի քաղաքական միավորների ներկայացուցիչների միջոցով կոլեկտիվ առաջնորդության ձևավորմամբ, ամենակարևոր հանգամանքը, այո, հանրային համերաշխությունը և մեծ հաշտեցումն է, միայն դա ունենալով մենք կարող ենք հարափոփող այս վիճակում, աշխարհաքաղաքական տուրբուլենտ այս վիճակում կարողանանք մեր շահը հաշվի առնելով առաջ գնալ։ Եվ երկրորդը մեծ համաձայնություն պետական քաղաքական այն մոդելի շուրջը, որը կարճաժամկետ հեռանկարում սահմանադրական փոփոխությունների միջոցով այդ համակարգը կձևավորվի, համակարգ, որտեղ հնարավոր չի լինի այլևս պետական իշխանության ուզուրպացիա, որտեղ քաղաքական մեծամասնությունը չի կարող տիրապետել անկախ պետական ինստիտուտներին և առաջին հերթին դատախազությանը։ Ես ուզում եմ շեշտել այս դատախազության հանգամանքը, այդ 2/3-ը ու 3/5-ը ընդհանուր առմամբ անհրաժեշտ։ Իրեն շատ անհրաժեշտ է, որովհետև գործող դատախազի լիազորությունների ժամկետը 2028 թվականին է լրանում։ Իրեն պետք է այնպիսի ազգային ժողով, որ հնարավոր չլինի պաշտոնանկ անել գլխավոր դատախազին։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որովհետև այդ անկլավները, այսպես կոչված անկլավները, տալը հանդիսանալու է բնականաբար հանցագործություն և այստեղ իրեն անհրաժեշտ է ունենալ իրեն հավատարիմ գլխավոր դատախազ իր հանցագործությունը անպատիժ թողնելու համար։ Շնորհակալ եմ, հարցս հետևյալն է, այս թեմայի վրա փորձեմ կենտրոնանալ։ Անվտանգություն կամ խաղաղության թեման թիվ 1 օրակարգային հաստ է։ Հիմա իշխանության ներկայացուցիչը հաղորդում է, որ ես չկամ, կա պատերազմ։ Երբ մենք նկատում եմ հակընդդեմ լայն համակարգերից, ասում ենք սիրելի հայրենակիցներ, եթե այս իշխանությունը վերարտադրվեց ուղիղ սեպտեմբերին, ասելու է նոր